կարիքների մեջ այս գործընթացից հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանին անհուսություն հայտնել, եթե միավորվի։ Իհարկե, այո, ոչ միայն սպասելիքներն են մեծ, ես հույս ունեմ, որ այդ թվում նաև իշխանական պատգամավորները իրենց մեջ ուժ կգտնեն եւ իրենք էլ շատ արագ կմիանան, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար բախտորոշ ժամանակահատվածում հերթական անգամ ապացուցվի, որ միասնությունը հայ ժողովրդի միակ գոյատևման ձևն է։ Պարոն Հարությունյան, երրորդային մեկ հարց է, օրինակ գյուղատնտեսության համար ինչ ազդեցություն կունենա Թրամփի ուղին երբ բացվի, դա որևէ կերպ կարող է նպաստել գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում։ Նախ ինքնին դա ինձ նյարդայնացնում է այդ գաղափարը եւ երկրորդ սա 10 վայրկյանի կամ 1 րոպեի վերլուծություն չի, որովհետեւ խութերը շատ ավելի մեծ են ու վտանգավոր։ Այսինքն վտանգավոր։ Նախ այս բան գյուղատնտեսություն չունենք։ Եկեք անկեղծ խոսենք։ Մի բան, որ արդեն չկա, մեկ այլ բան է, որ հետագան ոնց պետք է այս վիճակից դուրս բերենք, ճիշտ։ Իսկ արդեն այդ որ ասած ոչ հայանպաստ իմ սուբյեկտիվ կարծիքով տարվող քաղաքականությունը խորացնելու է վիճակը։ Նաև մյուս ճանապարհներից մեկի մասին, որի խնդիրը ավելի հին է եւ հնարավոր է թուրք-հայկական սահմանի մասին է խոսքը, բացվի մոտակա ժամանակներում, ինչ հետևանք դա կարող է ունենալ գյուղատնտեսության վրա։ Գիտեք ինչ, ուզում եմ հավատալ, որ արագ ինչի համար մենք հավաքվել ենք եւ ազգը համախմբվելու է եւ այդ կարգի հարցերին եկեք անպատասխան թողնենք, գուցե անպատասխան մնալը մեզ համար ավելի այս պահին հայ ժողովրդի համար ճիշտ է, քան թե ինչ-որ մեկնաբանություններ։ Հույս ունեմ ինքնին ամեն ինչ կգա իր տեղը ճիշտ կառավարողներ ունենալու դեպքում։